Ժողովուրդ ջան, մենք հարցեր ենք գրել, չէ՞, ուրեմն մի հատ կարճ ամփոփենք, առաջի հարց, ինչ էր գրած, ինչ է ուզում մարդը, ու նորից եմ հիշեցնում, որ մենք պատասխանելու ենք կրճատ և ավելի մանրամասն, երկրորդ հարց, ինչով են տարբերվում մեղավոր մարդը և արդար մարդը, երրորդ հարց, ինչպես է երևում մարդու հավատքը իր վարքի և գործերի մեջ, դու ես երրորդ հարցին, եթե հիշում եք շատ կրճատ գրել էինք, որ եթե մարդիկ հավատք ունեն, 2 կամ 3 հոգի կարող են մեկ սիրտ, մեկ հոգի լինել, տես բան գրել ենք, օրինակ առաջի եկեղեցում 3000 հոգի էին, չէ, մեկ սիրտ, մեկ հոգի, ասենք, որտեղ 2-3 հոգի իմ անունով հավաքվեն, չէ, հավատք ունեցող մարդիկ կարողանում են հավաքվել Քրիստոսի անունով, բայց պատահում է 1000 հոգի հավաքվել են, ասում են դե Տերը ներկա է, չէ, ասել է 3 հոգի, մենք 1000 ենք, բայց ոչ մեկը բոլորի ամենը իր անունով են հավաքվել, դրա համար էլ իրականում այդ համարը տեղ չի բռնում, եթե հավատք ունեն մարդիկ, գոնե 2 կամ 3 հոգի կարող են հավաքվել Քրիստոսի անունով, ոչ թե ամենը իրանց անունով, և կարող են լինել մեկ սիրտ, մեկ հոգի, սա կարևոր ապացույց է, սրանով է, որ դրսինները ասում է, եթե մեկս մեկ սիրեք, կհավատան, որ դուք իմ աշակերտներն եք, հիշում եք։ Ուրեմն այդ բանը գրեք, երրորդ հարցի պատասխանի մեջ կրճատ պետք է գրվի, որ ովքեր որ ունեն հավատք, եթե մարդիկ ունեն հավատք, ապա 2 կամ 3 հոգի կարող են հավաքվել Քրիստոսի անունով, ուրեմն 2 կամ 3 հոգի կարող են հավաքվել Քրիստոսի անունով, 2 կամ 3 հոգի կարող են հավաքվել Քրիստոսի անունով և կարող են լինել մեկ սիրտ, մեկ հոգի, և կարող են լինել մեկ սիրտ, մեկ հոգի, ինչպես առաջի դարի եկեղեցում։ Ինչպես որ առաջի դարի եկեղեցում։ Սա ուրեմն երրորդ հարցի կրճատ պատասխանն էր։ Ժողովուրդ ջան, մի նախադասություն էլ ավելացնենք, որ հավատք ունեցող մարդը երկնքից իջած հացն է ուտում, երկնքից իջած հացն է ուտում և հոգեպես կարիք չունի մարդկային հարաբերություններով ապրելու։ Ուրեմն հավատք ունեցող մարդը երկնքից իջած հացն է ուտում, որպես հոգևոր կերակուր և կարիք չունի մարդկային հարաբերություններով ապրելու։ Ուղղակի կարիքը չունի դրա, որովհետև կուշտ է ինքը, սոված չի, որ գնաց զիբլանոց։ Նու կոպիտ ասենք ռեստորանից դուրս եկած մարդը չի գնա աղբարկղների մեջ ուտելիք մանկա։ Եթե մեկը իր ներքին սենյակում Աստծո սերը վայելում է որպես իր հոգու կերակուր, ինքը կարիք չունի, որ բոլոր հնարավոր ձևերով իրան ցուցադրի, որ 3 հոգի շատ իրան նայողը լինի։
դրա կարիքը չունի, որտեղ կուշտ է։ Ուրեմն 4-րդ հարցը ինչ էին գրել։ Ինչով են տարբերվում աշխարհի բոլոր կրոնները ավետարանից։ Տրատակ ինչ էին գրել ժողովուրդ։ Ուրեմն Գաղատացիս 1:6 այդ համարը գրել ենք տրատակ։ Հիշում եք այդ համար ինչ էր գրած, Սուրբ գրքում ինչ է գրած։ Կզարմանամ, որ շուտով, չէ, կլսեք այն մեկը, որը ձեզ ուր կանչեց Քրիստոսի շնորհին եւ կդառնաք ուրիշ ավետարանի, միշտեր ուրիշ ավետարան չկա։ Հիմա նայեք Ժորժ ջան, հետագայում ես ձեզ խնդրել էի նաեւ որ առաջի գլուխը կարդաք, չէ՞։ Այնտեղ նաեւ ինչ է ասում, որ Պողոս ասում է, որ այդ ավետարանը, որ ինքը քարոզել է, ումից է վերցրել։ Ումից էր վերցրել Պողոս ավետարանը։ Հիսուս Քրիստոսի հայտնությունից։ Հատուկ ընդգծում է, որ իմ քարոզած ավետարանի հեղինակը մարդը չի, Քրիստոսն է։ Իսկ դա ինչ է նշանակում, Ժորժ ջան, որ մնացած բոլոր ուսմունքների հեղինակը ով է։ Մարդն է, հասկանում եք, մարդը։ Ասենք մարդը ռասելը նստել է բազգաթոռին, ոտին դրած, կոֆեն խմել, իրանից դուրս, ասենք մի բան գրել է, դարել է Եհովայի վկաների ուսմունքը։ Այսինքն հեղինակը մարդն է։ Բայց մենք ինչ ենք, այդ 4-րդ հարցի դիմաց ինչ ենք գրել, ինչ որ մի նախադասություն, ինչ։ Այո, բոլոր կրոնները ինչով են զբաղված, Ժողովուրդ ջան։ Բոլոր կրոնները զբաղված են աշտարակ շինելով, բաբելոնյան աշտարակ։ Ինչով են իրարից տարբերվում կրոնները։ Մեկն ասում է սև աղյուսներով շարենք, մեկը ասում է սպիտակ շարենք աղյուսներով։ Մեկն ասում է հիմքը կլորանենք, մեկն ասում է քառակուսի անենք։ Մեկը ասում է, որ ցեմենտ դնենք մեջը, մեկն էլ ասում է ձուտ դնենք։ Այդ ձևի քանի գծաջիր կարելի է հնարել աշտարակի։ 100 հատ, 1000 հատ իրարից տարբեր գծաջիր կարելի է, չէ՞ հնարել։ Բայց բոլորի հիմքում ինչն է անգած, որ մարդու մեջ եղած բարության էլեմենտներ ինչ պետք է անենք։ Զարգացնենք, շատացնենք, մեծացնենք, մինչև որ բերենք ինչի, մեղքի բնության դեմ հաղթանակի։ Ուրեմն այդ 4-րդ հարցի տակ գրեք, Ժողովուրդ ջան։ Գրում եք Եհովայի վկաների ուսմունքը, կոմունիզմը, Եհովայի վկաների ուսմունքը, կոմունիզմը։ Այդ տեսեք, կոմունիստներն ասում են Աստված չկա, Եհովայի վկաներն ասում են Եհովան մեր Աստվածն է, չէ, արտաքինից թվում է լրիվ իրար հակառակ է, մեկը սև է, մեկը սպիտակ, բայց էությունը նույնն է։ Կոմունիստներն էլ էին ասում, պետք է դաստիարակենք, բերենք հասցնենք նրան, որ ծնվի նոր մարդը։ Նոր մարդը պետք է իր շահը ցածր դասեր հասարակության շահից։ Այսինքն բերենք մեղքի բնության հանդեպ հաղթանակի։ Ուրեմն Եհովայի վկաների ուսմունքը, ստորատետ, կոմունիզմը, գրեցիք, բուդդիզմը, մորմոնների ուսմունքը, եւ գրեք մնացած բոլորը։ Ասենք թեկուզ իսլամը, մահմեդականությունը, իսլամը, բոլորը չեն ճանաչում գրեք
բոլորը չեն ճանաչում Աստծու շնորհը։ Չեն ճանաչում Աստծու շնորհը։ Գրեք, բոլորը այս կամ այն ձևով բոլորը այս կամ այն ձևով ուզում են մարդու մեջ եղած բարության հատիկները ուրեմն բոլորը այս կամ այն ձևով ուզում են մարդու մեջ եղած բարության հատիկները զարգացնել, աճեցնել և բերել մեղքի հանդեպ հաղթանակի։ Գրեցիք, այս կամ այն ձևով աճեցնել, զարգացնել, տակը գրեք, օրինակ, նոր մարդու դաստիարակությունը կոմունիստների մոտ։ Նոր մարդ, իրանք տենց ասում էին, էլի։ Օրինակ, նոր մարդու դաստիարակությունը կոմունիստների մոտ։ Կոմունիստներն ասում են, որ հողը, գործարանները, մասնավոր մարդկանցից խլենք, լրի պետականը լի, նոր մարդ կդաստիարակվի, որը իր շահը ցածր կտասի հասարակության շահից, այսինքն մեղքի բնության հանդեպ հաղթանակ տարած մարդ կդաստիարակեն։ Ուրեմն նրանց ասելիքը մարդու մեջ եղած բարության էլեմենտները այսպես կամ այնպես, մի ինչ տարբերություն Եհովայի վկաներն ու կոմունիզմը, նրանք այդ մարդու մեջ եղած բարությունը զարգացնելու մի ճանապարհ են հնարում, կոմունիստները մի ուրիշ ճանապարհ, բուդդիստները մի ուրիշ ճանապարհ, բայց բոլորը աշտարակ են կառուցում, այսինքն ինչ են կառուցում, մարդու մեջ խիղճը, բարությունը զարգացնենք, շատացնենք, ավելացնենք, բերենք այն աշճանի, որ մեղքի բնության դեմ հաղթանակի հասցնենք։ Եվ բոլորը ինչ են անում, ժողովուրդ ջան, մերժում են Աստծու շնորհը։ Հիմա մենք ավելի մանրամասն կասենք, թե ինչ է նշանակում Աստծու շնորհը մերժել։ Այսինքն Քրիստոսին մերժում են, էլի կարճ ասած։ Ինչ է դա նշանակում։ Մերժելը դա նշանակում է ժողովուրդ ջան, որ բանի Քրիստոսի շնորհը մերժում են։ Հիմա ուրեմն կա մեկ ավետարան, կա 1000 հատ ուսմունք։ Մենք ուզում ենք դրանց էական տարբերությունը տեսնել, որպեսզի մենք Քրիստոսի խորհրդին հաղորդակից լինենք, հոգևորապես ճանաչենք, թե ավետարանը ինչ է ասում։ Մենք կարող ավետարանը, հասկանում եք ժողովուրդ, ասենք մարդը կարա մերժի, կարա ընդունի, այդ մարդուց է կախված, բայց մենք պարտավոր ենք մարդուն հասցնել ավետարանը, ասել ավետարանը, ասենք ճիշտ ներկայացնել ավետարանը, հիմի մարդու գործնա, կուզի կընդունի, կուզի կմերժի, դա իր գործնա, բայց մենք մեղավոր ենք, պատասխանատու ենք, հանցագործ ենք, եթե չենք ներկայացնում ավետարանը, հասկանում եք, եթե նա ավետարանից խաբար չի, տեղյակ չի ավետարանից, ժողովուրդ ջան, դա մենք ենք մեղավոր, Աստծու առաջ պատասխանատու ենք։
Գիտեք ինչ, ես նորից եմ կրկնում, մարդը, անհատ մարդը կարող է մերժի, չէ Աստծո առաջարկը, կարող է ընդունի, այդ իր գործն է։ Բայց եթե մենք Աստծո ասածը, առաջարկը, ավետարանը այդ մարդուն ճիշտ չներկայացնենք, եւ այդ մարդը կորսվի, Սուրբ Գիրքն ասում է նրա անունը քեզանից պահանջեմ։ Եզեկիելին ասում է մարդու որդի գնա այս ժողովրդին, այս բաները ասա, թեկուզ նրանք ընդունեն, թեկուզ մերժեն։ Եթե մերժեն, իրանք կկորսվեն, դու անպարտ կլես, բայց եթե հանգարց չգնաս ասես, ու իրանք կորսվեն, քեզանից կպահանջեմ նրանց անունը։ Ուրեմն ժողովուրդ ջան, բայց տեղից վերջենողը ուզում է գիշերը թարսակնում, առավոտ քարոզիչ է դառնում, որը շատ վտանգավոր բան է, շատ վտանգավոր։ Այսինքն նա ոչ թե ավետարանից ինքը խաբար չի, որ ավետարանը քարոզի, լրիվ ուրիշ բան է քարոզում, իրան թվում է թե ավետարանը է քարոզում, եւ լսողներին վնաս է տալիս, մեծ վնաս։ Հիմա մենք այս հարցերը ավելի մանրամասն քննարկենք, ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում ասել։ Նու մենք մեր վերջի նախադասությունը ինչ գրեցինք։ Ինչ գրենք։ Հա, հիմա ժողովուրդ ջան, գրեք շատ ցավալի է, որ գաղատացիների մոտ շատ ցավալի է, որ գաղատացիների մոտ տեղի ունեցավ։ Ինչ տեղի ունեցավ գաղատացիների մոտ, ժողովուրդ ջան։ Ավետարանին հավատալու փոխարեն իրանք ինչ արին։ Տեղի ունեցավ բացասական պրոցես։ Ինչ պրոցես տեղի ունեցավ, ժողովուրդ, հիշում եք առաքյալ ինչ ասում, հոգով սկսեցիք, չէ՞, տեղի ունեցավ բացասական պրոցես, երկնքից իջած ավետարանին հավատալը թողեցին, լքեցին, չէ՞, այդպես է գրած, կզարմանան, որ շուտով ինչ կանեք, կլքեք, չէ՞, տենց է գրած, երկնքից իջած ավետարանին հավատալը թողեցին, լքեցին եւ սկսեցին հավատալ ինչին, իրանց հնարած մարդու հնարած ուսմունքին։ Ուրեմն գաղատացիների մոտ տեղի ունեցավ ինչ, ժողովուրդ ջան, բացասական պրոցես, ինչ արեցին նրանք։ Երկնքից իջած միակ ավետարանը, որը մեզ կանչում էր Քրիստոսի շնորհին, նրան այդ ավետարանին հավատալը թողեցին եւ սկսեցին հավատալ ինչի։ Մարդու հնարած ուսմունքին, ուսմունքներին, գրեք, մարդու հնարած ուսմունքի մեջ չկա շնորհը, չկա Քրիստոսը։ Մարդու հնարած ուսմունքի մեջ չկա Աստծու շնորհը, չկա Քրիստոսը։ Եթե մի ուսմունք մարդն է հնար է, կարող է Քրիստոս բառը առավոտից իրիկու արտասանեն ճչան խարիզմատները, բայց այդտեղ Քրիստոս չկա, ժողովուրդ ջան։ Մարդու հնարած ուսմունքի մեջ ինչա չկա Աստծո շնորհը, չկա Քրիստոսը։ Ով է հիշում, որտեղ է գրած գաղատացիներին, որ ասում է մնացել եք առանց Քրիստոսի։ Ռուսերենում ավելի հստակ ասում է «Вы оправдывающие себя законом остались без Христа». Դուք որ օրենքով եք ուզում արդարանալ, շնորհքից ընկած եք, հա, խափանած եք Քրիստոսից, այդպես է գրած, եւ շնորհքից ընկած եք։ Նույն ռուսերենում ավելի հստակ է գրած, մնացել եք առանց Քրիստոսի, վերջատետ։
Այսինքն քրիստոնյա եք, բայց Քրիստոսը չկա ձեր հավատքի մեջ։ Հիմա ինչ ողբերգություն է ստացվում Գաղատացիս եկեղեցում։ Հիմա որ գնային Գաղատացիս եկեղեցի ասեին դուք ինչ հավատ ունեք, պետք է ասեին քրիստոնյա ենք, չէ՞։ Ոչ չէին ասի մուսուլման ենք, բուդդայական ենք։ Քրիստոնյա ենք, բայց Քրիստոսը չկա իրանց հավատքի մեջ։ Պողոս առաքյալը հստակ ասում է, դուք որ օրենքով եք ուզում արդարանալ, շնորհքից ընկած եք եւ խափանած եք Քրիստոսից։ Ռուսերենում ավելի պարզ է գրածը Աստալիս բես Քրիստա, մնացել եք առանց Քրիստոսի։ Հիմա դուք պատերազմում եք այդ իրադրությունը, առավոտից իրիկու Քրիստոսից են խոսում, Քրիստոսից են պատմում, իրանց քրիստոնյա եկեղեցի են համարում, բայց Քրիստոսը չկա իրականում, իրանց եկեղեցու մեջ։ Հասկանում եք ինչ խայտառակություն է դա, ժողովուրդ ջան։ Նա ժողովուրդ ջան, ինչ է նշանակում Աստծու շնորհը։ Աստված որ սիրել է, Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև ինչ արեց։ Իր որդին տվեց։ Հիմա մարդ արարածին Աստված շնորհ է տալի, նվեր է տալիս, ինչ է նվեր տալի։ Ում է նվեր տալի։ Քրիստոսին։ Քրիստոսը ինչ է ներկայացնում իրենից։ Քրիստոսը ներկայացնում է աստվածային կյանք, ասում էր ես եմ կյանքը։ Քրիստոս իրանից ներկայացնում է աստվածության կյանքի ամբողջ լեցունությունը։ Այսինքն ավետարանը ինչ է ասում, ժողովուրդ, որ Աստված սիրելով մարդուն որոշել է ինչ անի, իր մեջ եղած աստվածային բնությունը, իր մեջ եղած աստվածային կյանքը, որը նույնը չի ինչ որ մարդկային կյանքը, որը հունարեն բնագրում գրված է զոե, իսկ մարդկային կյանքը գրված է փսյուխե, ինչքան որ ես հիմա ասում եմ, ժողովուրդ ջան, հետո մի երկու բառ կգրենք։ Հիմա ուզում եմ ասեմ, հասկանանք ինչի մասն է խոսքը, հետո մի քանի նախադասություն կգրենք։ Ուրեմն ինչի մասն է խոսքը։ Պատկերացրեք, մեր տանը մի շուն ենք պահում։ Հիմի շանը մենք վարժեցրել ենք տան մեջ, մարդկանց մեջ ապրելուն։ Հիմի այդ շանը կարող է դաստիարակել ենք, չգիտեմ ինչեր են կարել, որ ասում ենք նստում է, վերկած վերատենում եւ այլ եւ այլ։ Բայց շունը իր կյանքի մակարդակով կենթանական, կենթանիա, չէ, մարդկային կյանքի մակարդակը չունի։ Մեր եղբայրներից մեկը չինացի, իրական դեպք է, գնում է մի հատ պրոֆեսորի տուն և ուզում է իրան վգայի, պրոֆեսորը հիվանդ էր, ծեր էր, կարող է մահանար, ուզում է Քրիստոսի մասին վգայի, դուք գիտեք, չէ, որ Չինաստանում հիմա մեծ արթնություն է, 200 միլիոնից անցել է եկեղեցին, օրը 10,000 հոգի շատանում է և պետությունը ամեն հնարանում է չի կարողանում կանգնեցնի։ Այդ սկզբնական քարոզիչներից մեկը գնում է մի հատ պրոֆեսորի տուն, պրոֆեսորը հիվանդ է։ Ուզում է վգայի պրոֆեսորին, ասում է ինչ երեխա ունես, ասում է 2 հատ աղջիկ ունեմ, նու հիմա մոռացել եմ անունները, ենթադրենք Աննա է անունը։ Ես անունները մոռացել եմ, բայց սա լրիվ իրական դեպք է, ժողովուրդ ջան, պրոֆեսորի անունն էլ եմ մոռացել, աղջիկներին էլ։ Ասում է հիմա այս աղջկան ոնց դիմենք, ոնց են դիմում։ Անունով, հայրանունով, չէ։ Նու ենթադրենք, օրինակ հիմար ասում է այս աղջկան դիմենք, ասենք Աննա Պավլովնա։ Աղջկան Աննա է, հոր անուն է Պավել ասենք, Աննա Պավլովնա։ Ասում է, հա, կարելի է, ինչ կա, տես դիմենք։ Հիմի պրոֆեսորը տանը շուն է պահում։
ասենք շան անունն էլ Լոթի, ասма կարանք ասենք Լոթի Պավլովնա։ Այսինքն հիմա կարող է Լոթին չէ շատ է սիրում շան անունն։ Քու հրամանները կա, իրար հետ յոլա է գնում, բայց նա քեզանից ծնվածի չէ, քու կյանքը չունի, ասма պրոֆեսոր։ Ասма որ ասեցի պրոֆեսորը ծիծաղեց ու հասկացավ ավետարանը, որ ավետարանը նշանակում է, որ եթե աղջկան կարելի է հայրանունով դիմել, որովհետև աղջկա մեջ հորից եկած կյանքը կա, չէ, հերը մարդ է, մարդկային կյանքը նաև աղջկա մեջ է, կյանքի նույն մակարդակն է, բայց ասենք շան մեջ չկա մարդկային կյանքը, ավելի ցածր մակարդակի կյանք է։ Հիմա մենք չենք կարող ասենք Լոթի Պավլովնա, որովհետև Լոթին շուն է, թեկուզ ինչքան ուզում է դաստիարակված լինի, նրա կյանքի մակարդակը ցածր է մարդկայինից, կյանքի մակարդակը ցածր է։ Հիմա մարդուն մենք ինչքան ուզում է կրոնավոր դաստիարակենք, ճգնավոր սարքենք, փարիսեցի սարքենք, ասենք գնա ժառի գլխին մնա, եսի ինչ ռեկորդներ արա, մեկը նա իր մարդկային բնությամբ, մարդկային կյանքի կրողն է, ընդամենը։ Նրա կյանքի մակարդակը պետքա բարձրանա ըստ ավետարանի, եթե նա հավատքով շնորհ ստանա, նվեր ստանա, պարգև ստանա, ոչ թե զորություն հրաշք գործելու, ասենք հնարավորություն ստանա, այլ կյանք ստանա, աստվածային կյանքը գա իր մեջ։ Սրանք տարբեր բաներ են, չէ՞ ժողովուրդ ջան։ Հիմա նայեք, ասենք մենք մի հատ ծառ ունենք, որը լավ պտուղ չի տալիս, մանրախնձորները, թթույա եւ այլ եւ այլ։ Հիմա ծառի գլխին կայնած են երկու հոթի։ Մեկն ասում է ժամանակին ջրենք, պարարտանույթ տանք, ավելնորդ ճյուղերը կտրենք, էս անենք, այն անենք, սա լրիվ անում են։ Բայց լուրջ արդյունքի չեն հասնում, որ պտուղը փոխվի։ Մի ուրիշն էլ ասում է, գիտես, հարցի լուծումը նա է, որ մի ուրիշ ծառից պետքա վերցնենք լավ պտուղ բերող ծառից, պետքա վերցնենք մի հատ շյուղ, մի հատ բջիջ, որը կյանքի էլեմենտ է պարունակում իր մեջ, ընդդեղից կտրենք, մեր ձեռի վրա բերենք, սրա տեղերը բացենք, դնենք մեջը կապենք, պատված տանենք։ Հետո այս ճյուղը, որ մեծանա, այն որից կյանքը վերցրել ենք, նա կարտահայտվի, այն ծառի պտուղները կտա, որը համով ու քաղցր ու լավն է։ Դրսից կյանքի էլեմենտ պետքա գա։ Սա ուրիշ բան է, բայց որ մարդուն պետք է դաստիարակենք, սա ուրիշ բան է։ Ուրեմն որն է ավետարանը, ժողովուրդ ջան։ Ավետարան բառը հայերեն թարգմանած ինչ է նշանակում։ Նշանակում է բարի լուր, ուրախ լուր։ Ուրեմն որն է այդ լուրը։ Այդ լուրը նա է, որ Աստված, որ սիրել է մարդուն, որոշել է իր մեջ եղած աստվածային բնությունը նվեր տա մարդուն։ Հիմի մարդը պետք է տեղյակ լինի դրանից, ինքը կարող է այդ նվերը ինչ անի, մերժի կամ կարող է ինչ անի, ընդունի, դա իր գործն է։ Բայց մեր գործը որն է։ Մեր գործն է, որ մենք պետք է իրան պատմենք այդ նվերի մասին։ Պետք է ինքը հասկանա այդ բանը, պետք է բացվի իրան, որ Աստված սիրելով քեզ որոշել է նվեր տալ, շնորհել, պարգևել։ Մենք այս բանը չենք անում, ժողովուրդ ջան։ Մենք որ մարդուն քարոզում ենք ավետարան, ինչ ենք ասում։ Փորձենք անտեղծ հիշել։ Չխմես, չծխես, այս չարությունը չանես, ունջերը չանես, մազերը չկտրես, այս ցուցակներն ասում ենք, դե եթե սրանք արեցիր, հանգած դժոխք գնաս, չարեցիր դրախտ կգնաս, պրծավ գնաս։
Ժողովուրդ ջան, սա ավետարանի հետ ընդհանրապես կապ չունի։ Հիմա նայեք, ենթադրենք մի մարդ չունենալով Աստծո կյանքը, այդ ցուցակը պահեց, նա հետո դրախտում ինչ պետք է անի։ Ասենք օրինակ Ադամ ինչ էր անում դրախտում։ Լավ էր զգում իրան, թե վատ էր զգում։ Վատ էր զգում, որտեղ է գրած, որ վատ էր զգում։ Գրված է աղեք չէ Ադամի համար, որ ինչ լի։ Մենակ լա, ինքը մենակություն էր զգում, ժողովուրդ ջան, մենակությունը հեշտ բան չի, բայց երբ նա չի զգա մենակություն, եթե իր մեջ կյանքը լի, եթե նա տենա ծառից կերածը լեր, ուրեմն մենակ չէր զգա իրան։ Հիմա եթե մենք ուզում ենք փրկվել, ինչ է նշանակում փրկություն։ Փրկություն չի նշանակում, որ կամ դժոխք չի նշանակում, մեզ տանեն կպրեկարասը վառեն, կամ էլ տանեն ծառների տակ դնեն, գետիափին ծտերը ծլվլան, արևը բացվի, ժողովուրդ ջան, հավիտենական կյանքը որտեղ է, Աստված ինչա վկայում։ Եվ ասիկա է Աստծո վկայությունը, այդ երևի նշել ենք, Հովանու թուղթ, առաջի թուղթ Հովանու 5-րդ գլուխ, չէ, 10-ից 12 համարներ, ով է, որ ունի հավիտենական կյանք, հարց, ավետարանը ոնց է պատասխանում, ասում է եւ ասիկա է Աստծո վկայությունը, որ Աստված ինչ արեց, մեզ հավիտենական կյանք տվեց եւ այդ կյանքը որտեղ է, իր որդու Հիսուս Քրիստոսի մեջ է, հիշում եք, շարունակության մեջ ինչ ասում ժողովուրդ, ասում է ով որ որդուն ունի, նա հավիտենական կյանք ունի, ով որ որդուն չունի, նա հավիտենական կյանք չունի, ով որ այս վկայությանը չի հավատում, անիկա Աստծուն ստախոս է համարում, հիշում եք։ Այսինքն ով է որ հավիտենական կյանք ունի, ժողովուրդ ջան, ով որ գումարած իր մարդկային կյանքին իր մեջ ընդունել է իր կյանքի մակարդակից բարձր աստվածային կյանքը, նա է որ հավիտենական կյանք ունի։ Հիմա թե որևէ մարդը կարող է այդ կյանքը իր մեջ ընդունի, որևէ մարդն էլ կարող է մերժի, ասի չեմ ուզում, այդ իր գործն է։ Բայց մենք այդ կյանքի մասին պետք է այդ մարդուն ներկայացնենք։ Բայց հիմա մենք ինչ ենք անում, ժողովուրդ ջան։ Մենք չհասկանալով ավետարանը, մարդու ապաշխարությունը սկսում ենք դրսից։ Չխմես, չծխես, չհայհոյես, եթե աղջիկը անշնորհք շորեր չհագնես, մազերը չկտրես, ցուցադրից ենք սկսում։ Բայց առաջը եկեղեցին, որ ծնվեց մարդկանց փոխվել ապաշխարությունը որտեղից սկսվեց, դրսից թե ներսից։ Պետրոս առաքյալը, որ քարոզում էր ժողովրդին, ինչ է գրված, Պետրոսի քարոզի ժամանակ ինչ տեղի ունեցավ։ Հիշում եք, լսողների սրդում ինչ տեղի ունեցավ։ Ռուսերենում գրած է անի ումիլիլի սերցեմ, հայրենում գրած է նրանք իրանց սրդի մեջ ինչ արին, զղջացին։ Եղբայրներ քույրեր, ինչի համար զղջացին։ Պետրոս իրանց ինչ էր ասում, որ զղջացին, ասին Աստված կյանքը ձեզ էր ուղարկել, կենաց իշխանը խաչը հանեցիք։ Այսինքն այդ կյանքը ձեզ բերել էր տալու, դուք այդ կյանքը մերժեցիք, Բարաբային ընդրեցիք, այսինքն ձեր հին կյանքը ընդրեցիք, մարդկային ընդրեցիք, աստվածային նվերը մերժեցիք, այս մերժելու համար մարդիկ ինչ արին, զղջացին։ Ուրեմն փոփոխությունը որտեղից սկսվեց, դրսից թե ներսից, ներսից նրանց սրտի մեջ փոփոխություն եղավ։
Հիմա դու կարող ես մարդուն քարոզել եւ այդ լսողի սրտի մեջ փոփոխությունը լի, ասի փոխանակ մարդկանց մեջ փառավորվելու կյանքին հավատամ։ Տեր Աստված, այսօրվանից հավատալու եմ, որ քու որդու մեջ է կյանքը։ Եթե քու քարոզով այդ լսողի սրտի մեջ այդ հավատի փոփոխությունը տեղի չի ունենում, ավելի լավ է չխոսես, չկայթակացնես, այդ մարդուն չշփոթացնես, այդ ցուցակները վզից չկախես, որ նա տանջվի, տառապի ու մոլորվի։ Բայց երբ որ Պետրոս առաջալն էր քարոզում, գիտեք ինձ սիրելիներ, եթե մարդը հասկանում է ինչ է նշանակում ավետարան քարոզել, վախ ունի, այդ մարդիկ վախ ունեն։ Պողոսը ասում էր, ես շատ մեծ վախով, երկյուղով եք ասում էր ձեզ քարոզելու, եթե հիշում եք գրած է այդպես։ Վախ ուներ ինքը, ասում էր խնդրում եմ աղոտ կարեք, որ ինչ լի, որ Աստված խոստի դուռը բանա եւ ես կարողանամ ինչ անել, Քրիստոսի խորհուրդը ձեզ համար բացել, որ եթե ձեր խելքը միտքը կատարելագործվելն է, ցուցակներն է, էս անեմ, ես չանեմ, ինձ լավացնեմ, դզեմ, փչեմ, որ այդ հիմարությունը մեկդի գցեք եւ հավատակ Աստծո սիրուն, որ Աստված ձեզ սիրելով որոշել է նվեր տա, շնորհ տա, իր աստվածային կյանքը ձեզ Ռուսներն ասում են «Նես զասլուժնի դար», ամեն ծառավացին, ամեն ուզողին, հոթին և հարսը կսեն եկուր, ամեն ծառավացը թող կա և կենաց ջուրը ձրի առնե։ Այ որպեսզի մարդու հոգեկանում փոփոխությունը լի, որ մարդկային հարաբերությունների մեջ փառավորվելու հավատից ետ դառնա եւ հավատա ավետարանին, անպայման պետք է Սուրբ Հոգին նրա սրտի մեջ աշխատանք կատարի։ Իսկ եթե Սուրբ Հոգին քեզ հետ գործատիչ չի, բայց դու մեծ ճառասող ես, եւ այ վեգաները դռները ընկած, միլիոն հատ քարոզիչ կա։ Ամերիկայում ես տեսել եմ մեկը ավետանը ձեռին փողոցում կայնած քարոզում, ոչ մի լսող չկա, բայց ինքը քարոզում է։ Այսինքն սա հիվանդանում են այդ վիրուսով, որ սա քարոզիչ են, բայց ժողովուրդ ջան, սարսափելի պատասխանատվություն է, լրջություն է, եթե Սուրբ Հոգին քեզ հետ չի, դու այդ մարդկանց մոլորացնում ես։ Եվ Աստված նրանց արունը քեզանից պահանջի։ Դու ավելի լավ է քո կյանքով քարոզես։ Հանգարց քո մեջ տեսնեն, որ գումարած քո մարդկային կյանքին ուրիշ բնություն կա քո մեջ։ Ես այս դեպքը շատ անգամ պատմել եմ, կներեք, որ նորից եմ պատմում։ Ուղղակի դիպուկ օրինակ է շատ։ Մեր եղբոր հետ է կատարվել, բոլորից հետ էլ կատարվել է, բայց այս օրինակը շատ դիպուկ է։ Ասենք մեր եղբայրը, Պավել եղբայրը, որ ապաշխարել էր, գնացել էր գյուղ, ասել էին, որ այս ձեր հարևանը հորդ հետ կռվել է, վերջը հորդ վիրավոր է, լա խփել է եւ այլն։ Հիմա ինքն էլ ասում ես էլ մտածում էի, որ դե ես հավատացյալ եմ, որ հանդիպեմ իրան, հոչեմ ծեծի, հոչեմ խփի, իրավունք չունեմ, բայց գոնե կանպատվեմ, կասեմ, վերջ ամոթ չես անում, իմ հերը չեզանից մեզ մարդ է եւ այլն, որոշել եմ անպատվել, կարճ ասած։ Ում հետ էլ ասմա գնացել էի ցորենի արդը ջրելու, միամիտ այդ մարդուն տեսա, ինքն էլ էր էլ ասմա, հարևան ենք, մեր հողամասերն էլ էր հարևան։ Դե ասմա այդ մարդը իս տեսավ, դաշտի մեջ մենակ լապատեն ձեռիս, մտածեց, որ վերջ, իր կյանքի վերջն է։ Դե ինքը մեզ մարդ ես ջայել տղա, հոչի կարա փախնի։ Ես էլ ասմա որոշել էի, որ անպատվեմ, էլի, ասմա մեծ էլ անկախ ինձանից մոտեցա իրան ու անպատվելու փոխարեն ասմա ես չեմ տիրապետում, թե ինչ եմ խոսում։ Ասեցի, ասմա Համլետ ջան, ոնց ես։ Ասմա այդ մարդը ջանը լսեց շփոթվավ։ Ասմա ասեց
Ես լավ եմ, բայց կնիգս լավ չի, հիվանդ թողել եկել եմ, որ արդը ջրեմ։ Ասում հաշտերես լծվեց, որ իրա կնիգը հիվանդա։ Ասի Համլետ ջան, գնա կնոջդ դու խնամի, ես սկզբից քու արդը կջրեմ, հետո նորի։ Ասում ես ինքս շշմել եմ, թե ես որոշել եմ անպատվեմ, ես ինչ եղավ։ Այսինքն ինչ եղավ ժողովուրդ ջան, երբ որ մեր մեջ աստվածային բնությունը կա, Քրիստոսը կա, Քրիստոսն է գործում, հասկանում եք, խոսում։ Ասենք մի դիվարի միջից մեկ էլ տեսար դեպք խոսա, չէ՞։ Ապրում եմ ոչ թե ես, այլ Քրիստոս ապրում է իմ մեջ։ Հիշում եք։ Եվ ասենք, երբ որ մեր վարքի մեջ երևում է Քրիստոսը, աստվածային կյանքը, ժողովուրդ ջան, սա է վկայությունը։ Հիմա ինչով է տարբերվում ավետարանը մյուս կրոններից։ Մյուս կրոնները մերժում են Քրիստոսին, ապստամբ են Քրիստոսի դեմ։ Ամբողջ իրանց ուզածը Քրիստոսի ոչնչացնելն է, սպանելը։ Քրիստոսը 3 տարեկան էր սատանեն ուզում էր սպանել, որ գնացին Եգիպտոս։ Հիմա էր ժողովուրդ ջան, Սաղմոսն ասում է, հեթանոսները խռովություն են անում եւ ապստամբություն են անում Տիրոջ դեմ եւ անոր օծյալի դեմ։ Այսինքն ամբողջ ապստամբությունը Քրիստոսի դեմ է, օծյալի դեմ է, աստվածային կյանքի դեմ է։ Եհովայի վեգաները ավելի խորամանկ են դառել։ Առաջ ասում են Քրիստոս Աստված, ասում են ոչ։ Հիմա որ հարցնում ես, ասում են այո։ Հետո տանում են իրաց մոտ, որ համոզեն ոչ։ Հիմա ժողովուրդ ջան, այսինքն ինչի դեմ է մարդկանց հնարած ուսմունքները, կրոնները, ապստամբություն, ինչի դեմ է։ Աստծո սիրո դեմ է։ Աստված սիրելով մարդուն իր աստվածային կյանքն է շնորհել, նվիրել։ Առաջի անգամ բացահայտ Աստծո սիրո դեմ, շնորհի դեմ ելույթ ունեցավ 325 թվականին Նիկիո ժողովում Արիոսը։ Եհովայի վեգաները իրանց շարունակությունն են։ Արիոսը հայտարարեց, որ աստվածային բնության կատարելությունը բացառում է այն հնարավորությունը, որ Աստված իր բնությունը տա իրանից դուրս մեկ ուրիշի, օրինակ Քրիստոսին։ Նշանակում է Քրիստոսը չունի աստվածային բնությունը։ Ինքը ուզում էր հենց սկզբից այդ հիմքը դնել, իրան ժողովից դուրս վռնդեցին, ժողովուրդ ջան, վտարեցին ժողովից։ Եվ գրվեց Նիկիո հանգանակը, դուք կարդացել եք, չէ, երկարանների մեջ գրած է, հավատում ենք մեկ Աստծու, չէ, գրափարով ավելի ուժեղ մեր պատարածի ժամանակ ասում են։ Հավատանք մի Աստված, ի Հայրն ամենակալ, արարիչ երկնի եւ երկրի Եվ երկրորդ բարբերությունը սկսում է, եւ մի Տեր Հիսուս Քրիստոս, որդին Աստծո, ճշմարիտ Աստված, ճշմարիտ Աստուծմե, լույս իր լույսե, նույն ինքը ի բնություն է հոր։ Դա Նիկիո հավատամքն է։ Այսինքն մեր հայրերը այդ հավատամքը դրեցին, որ Աստծո շնորհը, Աստծո սերը, Աստծո պարգևը, որ Աստված իր կյանքը փոխանցել է Քրիստոսին, Քրիստոսով էլ այդ կյանքը փոխանցվում է մեզ։ Սա է ավետարանը։ Ժորժ ջան, երբ որ մենք ընկնում ենք օրենքի խախտումների մեջ, դա ոչ թե նշանակում է, որ ավելի զգուշ ենք,
չգիտեմ, ավելի լարված, որպեսզի օրենքը պահենք, դա նշանակում է, որ աստվածային կյանքը այս բաժադի մեջ ջուրը, որը շատացնում ենք, օդը դուրս է գալի։ Հիմի օդ է սրա մեջ, ոնց հանենք այս օդը։ Բերանը փակենք, մի հատ նասոս բերենք, քաշով միացնենք, քաշենք, օդը ինչքան քաշենք, ելի մեջը մնում է։ Ոնց անենք մարդը, որ մեղքեր չգործի, ասենք, դժոխք կգնաս, շանտաժանենք, վախացնենք, այս պետք է անես, այն պետք է անես, մարդու միջից ուզում ենք այդ օդը հանենք, մեղք գործելու բոլոր հնարավոր դեպքերը հանենք, բայց չի ստացվում, դաստիարակելով, սովորացնելով, վախացնելով, մարդուն մենք չենք կարող բերել մեղքի նկատմամբ հաղթանակի, բայց երբ որ ջուրը լցվում է իր մեջ, Աստծո խոսքը լցվում է իր մեջ, Աստծո սերը լցվում է իր մեջ, այդ օդը դուրս է գալի։ Շատ հեշտ կարանք սրա միջից օդ անենք, բերենք մեծ ջուր լցնենք։ Շատ հեշտ կարող ենք հասնել մեղքի բնության դեմ հաղթանակի։ Երեխայի նման մեր սիրտը բացենք, ասենք Տեր, հավատում եմ, որ դու ինձ սիրելով որոշել ես քո որդուն ինձ նվեր տաս, քո աստվածային կյանքը ինձ շնորհես։ Ես հավատում եմ, որ այդ շնորհը ստանալուց հետո է, որ մեղքի բնությունը կխաչվի։ Ես չեմ հավատում սատանի խոսքերին, որ ես պետք է մեղքի բնության հետ ջուլաշ կպնեմ, խաչը հանեմ, չգիտեմ, մաքրվեմ, սրբեմ, ցուցակները, մարդկային արդարությունը պահեմ, հետո կամ ներկայանամ, որ քեզ հետ առուտուր անեմ, ասեմ, այ այսքանը բերել եմ, դե դու շնորհը տուր։ Դա չի լինի ձրի, Աստված ասում է հետդ ստակ չբերես, առանց ստակի եկեք։ Ստակ այսինքն փող ունեցվածք։ Հիմա մենք ժողովուրդ ջան, երբ որ մարդը ընկալում է, թե իրականում Աստված ինչ արել իր համար, ուրախանում է Աստծո արածով։ Դրա համար էլ ավետարանը ուրախ լուր է։ Երբ որ միտեղ են կարդում, աղոտ կանենք, խնդրում եմ ուշադիր լսեք։ Երկրորդ 2-րդ գլուխ։ Ուրեմն Երուսաղեմը մտեց մի հատ շատ ուժեղ պարտեզ կար, Սարոն էր կոչվում, ժողովուրդ ջան։ Ես Սարոնի ծաղիկն եմ եւ հովիտներուն Շուշանը, ինչպես Շուշանը փուշերուն մեջ, այնպես է իմ սիրուհիս աղջիկներուն մեջ, ինչպես խնձորենին անտառի ծառերին մեջ, այնպես է իմ սիրեկանս երիտասարդներուն մեջ, անոր հովանիի տակ ախորժելով նստա ու անոր պտուղի իմ թիմքից քաղցրե։ Հիմա կարդում ենք 4-րդ համարը։ Զիս խնջույքին տունը բերավ, անոր դրոշի իմ վրա սեր էր, զիս կարկանդակներով զորացուցեք, զիս խնձորներով ուժովցեցեք, վասնզի ես սիրով կնվաղիմ։ Անոր ծաղ ձերքը իմ գլխուս տակը լա ու աչ ձերքը զիս գրգե։ Ով Երուսաղեմի աղջիկներ, ձեզ այծամներով կամ դաշտի եղնիկներով կերտմնցնեմ, որ իմ սիրուհիս չվեսնեք ու չարթնցնեք, մինչև որ ինքը բարեհաճե։ Ժողովուրդ ջան, ես վկայում եմ, երբ որ 10-րդ դասարան էի, մեր դասարանից մի տղա Խաչիկը, Սուրբ Հոգով մկրտվել էր Մովսյան Խաչիկ։ Մենք 13 հոգով մի տեղ էինք քնում։ Առավոտ վեր կացանք, ասում են Խաչիկ, այդ տղա քնածը տեղ խոսում էիր դու, բայց ինչ էր խոսում, բան չենք հասկանում։ Մեծ էլ ասավ, հա, ճիշտ ես ասում։ Դե շատերն էին լսել։ Ասում է ես քնած էի, բայց սիրտս արթուն էր։ Ասում է Հիսուսի հետ խոսում էի։
Հետո այդ ժամանակ մեր մոտ Աստվածաշունչ չկար, նոր կտակարանն էլ արտագրում էինք ձեռով, բայց հետո որ Սուրբ Գիրքը ճարեցինք, երկերկոցի մեջ տեսանք այդտեղ, ահա ես կքնանամ, բայց իմ սիրտս արթուն է, իմ սիրեկանից ձայնն է, որ դուռը կզարնե, ժողովուրդ ջան, ասենք աշխարհի մարդիկ երկերկոցը համարում են մարմնավոր սիրո պատմություն, բայց ով որ այդ կյանքը ապրել է, նա գիտի, որ դա եկեղեցու եւ Քրիստոսի սիրո պատմությունն է։ Ես Սարոնի ծաղիկն եմ եւ հովիտներին Շուշանը, ինչպես Շուշանը փուշերուն մեջ, այնպես է իմ սիրուհիս աղջիկների մեջ։ Այսինքն պատկերացրեք Շուշան ինչքան գեղեցիկ է փշերի կողքը դրած։ Այդպես էլ Աստծո սերը վայելելը այդքան գեղեցիկ է, քան աշխարհի փառքը։ Հետո մյուս կողմից է ասում, եւ ասում է, որ իմ սիրեկանս ինձ խնջույքի տուն է բերավ։ Գիտեք, խնջույքի տունը հասնելու համար պետք է մենք ճանաչենք մեր մեղավորությունը, ճանաչենք, որ մենք ինչպես առաքյալն ասում, ես եմ, Հիսուս Քրիստոս եկա մեղավորների փրկության համար, որոնց գլուխը ես եմ, մենք պետք է ճանաչենք մեր կորսվածները, պետք է ողբանք մեր մեղքերի համար, պետք է լացենք, պետք է ներողություն խնդրենք, բայց այս ամենը նեղ դուռն է, ժողովուրդ ջան, նեղ դռնից ներս մտնենք եւ դեպի նեղ դուռ ուր տանում մեզ, կյանք է տանում։ Շատ մարդիկ մի եղբայր ասում էր դուռը 30 սանտի, 40 սանտի հաստություն ունի։ Դրան փոխարեն հասկանում են մի 100 կիլոմետրանոց տունել։ Ասենք հա, ողբանք, լացենք, ճանաչենք, բայց հետո մենք պետք է այդ կյանքը առնենք, նեղ դռնից ներս մտնենք, որը դեպի կյանք է տանում։ Կյանքը մոռանում են նեղ դռնից ներս մտնենք, 100 տարի նեղ դռնից ներս են մտնում։ Դուռը մի հատ բացվում ես արդեն ուրիշ տեղ, իրանց թվում է, թե տունելը հա պետք է գնաս, հա պետք է գնաս, հա պետք է գնաս, թե ուր պետք է հասնես, չգիտեմ։ Հո թունել չի է, դա դուռը։ Երբ որ ասենք դու քո սրտի դուռը բացում ես, մի անգամից Աստված հայտնվում է քո հոգևոր աշխարհում, որովհետև նա վաղուց սպասում էր։ Ահա ես կանգնած եմ քո սրտի դռան ու թակում եմ դուռը, ոչ թե թունելը։ Ուրեմն ժողովուրդ ջան, երբ որ մենք մեր սրտի դուռը բացում ենք, ասում ենք Աստված ջան, ես դադարեցնում եմ այս կռիվը մեղքի բնության հետ։ Ես այս մեղքի բնությանը հաղթեմ էլ մեկը, եթե քո կյանքի մեջ չկա, ես ոչինչ չունեմ, եթե Քրիստոսը չկա, ես ոչինչ չունեմ։ Քրիստոսն ամեն բանի մեջ, ես հավիտենական կյանք չունեմ, ավետարանի իմաստը Քրիստոսին ունենալն է։ Ես դադարեցնում եմ այս պատերազմը եւ իմ սիրտը բացում եմ քո առաջ։ Ես ուզում եմ, համաձայն եմ, որ դու ներս մտնես եւ իմ սրտում նստես որպես Տեր ու Թագավոր, որ ես էլ փարվեմ ոտքերից սերդ վայելեմ, որ հոգևոր կյանքը երկու սիրարների հանդիպումը վայել կա, խնջույք կա։ Մարդիկ որ ավետարը չեն հասկանում, գիտեն թե մարդիկ գնան, անընդհատ վայվույ անեն, անընդհատ նեղ դուռ, անընդհատ ճգնավոր դառնան, լացեն, ողբան, վայվույ ոչ, 1000 անգամ ոչ։ Ավետարը ուրախության, ցնծության, երկնքի արքայությունը ուտելիք ու խմելիք չէ, այլ արդարություն, ուրախություն եւ խաղաղություն է։ Ուրեմն ժողովուրդ ջան, աշխարհի բոլոր ուսմունքները չեն ճանաչում Աստծո շնորհը, նվերը, պարգևը, բայց այսօր Աստված մեզ բացել է դա, հասկանում եք։
Հասկանում եք, թե սա ինչ հրաշք է։ Այսօր մենք եկել ենք օգտվելու Աստծու սիրուց։ Աստծու սիրուց օգտվել նշանակում է երեխայի պես հավատալ, երբ որ Քրիստոս կհայտնվի մեր հոգևոր աշխարհում, ասավ ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ել ավելի ունենաք։ Երբ որ բաժակի միջի ջուրը պակսում, օդը շատանում է։ Նրանք, ովքեր վայելել են Քրիստոսին եւ այսօր ընկել են օրենքի խախտման մեջ, իմացեք, այդ կյանքը պակասել է, դրա համար եք ընկել։ Պետքա նորից որպես ձրի պարգև, նորից որպես առանց ստագի աղոթքով Աստծո ներկայությունը կյանքը շատանա ձեր մեջ։ Եվ փառք տակ ասում, որ դա ձրի է։ Փառք տակ ասում, որ դա ձրի է։ Եվ երբ որ այդ կյանքը մեր մեջ ավելանում է, այդ կյանքի ներկայությունից է, որ մեղքի բնությունը մոխիր է դառնում։ Իսկ կյանքի ներկայությունը ձրի պարգև է, սա է ավետարանը։ Պավել եղբայրը 20 տարի չէր իրան կատարելագործել, որ պետքա թշնամուց սիրես, որ պետքա խոնարհել ես, ավելնորդ բառեր չասես, ոչ մի նման դպրոց չէր անցել։ Մասիվում Մարիամ քուր ունեին 90 տարեկան կիներ, նրանց տանը երբ որ աղոթք կարեցինք, Քրիստոսը բնակվեց իր սրտի մեջ։ Ոչ թե որպես 20 տարիների, 30 տարիների չարչարանքների, տառապանքների արդյունք, այլ մի ակնթարթ։ Եվ երբ որ եկանք համալսարան, ուսանողները տեսան հեռվից տրան շեմին, տղեկ Պավելին էլ տարան։ Ոչ մի բառ չէր խոսացել։ Արդեն որ այդ կյանքը լցվել էր իր մեջ, նա արդեն ինքը չի խոսում, Քրիստոսն է իր միջից խոսում, հասկանում եք։ Ապրում եմ ոչ թե ես, այլ Քրիստոս ապրում է իմ մեջ։ Հիմա ժողովուրդ ջան, մենք այսօր պետքա նորից դառնանք ավետարանին, ինչպես գաղատացիներին էր Պողոս առաքյալը հորդորում, ես էլ ձեզ եմ հորդորում, որ մենք պետքա դառնանք մանուկի սրտով ավետարանին հավատալու, եւ հիմա պետքա ոչ մի ուշադրություն չդարձնելով մեր բոլոր պարտություններին։ Ես նորից եմ ասում, ով որ հավատում է, որ մեղքի մեջ է կյանքը, մարդկային փառքի մեջ է, թող Տերը ողորմություն անի իրան, ով որ աշխարհի սքավոր է, բայց ով որ Սիոնի սքավոր է, իր սիրտը ասում տարած է, թող ոչ մի ուշադրություն չդարձնի իր պարտություններին, թող գլուխը վերև բարձրացնի արևին նայելու։ Մի եղբայր ասում էր, հիմա որ դուրս կանք արևին նայենք, մեր ստվերը մեզանից հետ անգնում, բայց որ շրջվենք մեջքով արևին, մենք միայն մեր ստվերն ենք տենում, շրջվենք դեպի արևը, շրջվենք դեպի երկնքի արևը Քրիստոս, որպեսզի Քրիստոսի կյանքի ներկայությունից ձեր բոլոր ստվերը, մեղքերի բնությունը ձեզանից հետ գնի, որպես Քրիստոսի հաղթանակ։ Մի շրջվի դեպի ձեր ստվերը, որ սատանեն ասում է պատրաստ չես, հրատնային քու ստվերի մեջ ինչեր կա, շրջվի դեպի արևը, այնպես ինչպես Մովսեսը օձը բարձրացրեց անապատում, այնպես որդին մարդով պիտի բարձրանա, որ ամեն նրան հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ուրեմն ձեր հոգեբանության մեջ շրջվեք դեպի երկնքի արևը, ասեք փառք քեզ, որ դու քու սիրելով քու աստվածային կյանքից նվեր ես տալի։ Ես ուզում եմ քեզ նայել, կապ չունի իմ մեղքերից ինչ է կատարվել, Աստծո չի պակասել, ոչ էլ ավելացել է, Աստծո հավիտենական է, կախում չունի մարդու արածներից կամ չարածներից։ Մենք պետք է ճանաչենք Տիրոջը, մենք պետք է Հիսուսով ճանաչենք եւ ասենք փառք քեզ։ Հիմա երեխու նման մեր սիրտը քեզ ենք դարձնում, որպեսզի դու գաս բնակվես մեր մեջ եւ
մեր գործը լինի միայն խնջույք է քեզ հետ եղած աղոթենք։ Ուզում ճանաչել Աստծուն։ Ժողովուրդ ջան, մենք ունեինք մի հատ շատ հիանալի եղբայր, անգլիացի, Չարլզ Գորդոն Սպերջեն։ Իրան անվանում էին քարոզիչների իշխան։ Եվ իսկապես, երբ որ իր գրածները կարդում ենք, զարմանալի ոնց որ այդ թղթից զորություն փչեր։ Եվ մի անգամ ես այդպես շատ դժվար վիճակում հոգևոր պատերազմի կարդացի իր մի փոքրիկ թղթի կտոր։ Ինչ էր գրած այնտեղ։ Մի կես էջ էլի մոտավորապես։ Գրած էր, որ մեկը վարձով ապրում, վերջապես մի ամիս, երկու ամիս տան վարձը չի տվել, տանտերը զգուշացրել է, որ պետք է ազատ ես տունել, որ չես տվել, ոչ էլ մտադիր ես տալու, ասել է հենց այսօր պետք է ազատ ես, որ մյուս օրը ես ուրիշի տամ։ Այդ մարդն էլ մտածում է, որ արդեն երեկոյան կողմա, հիմա ես գիշերով ծմրնոցով ես երեխան ցառնեմ ուր գնամ, բռնում դուռը փակում ա ներսից ու ինչքան տանը կախ կարասիկա բերում կպցնում ա տռանը, որ չկարենան էլի զոռով թեկուզ բացեն։ Եվ 8 ժամի դուռը ծեծում են, խփում են, այս մարդ իր կնոջ երեխեքին զգուշացնում, ասում է, ինչքան էլ խփեն, բանտեղ չտնեք, յանի չեք լսել, էլի չբացեք։ Վերջը, այդ խփողը հոգնում, ձանձրանում, թողում գնում է։ Հետագայում հանդիպում են իրար, այդ մարդը ասում է, որ գիտես ինչ, այ բարեկամ ջան, ես լսել էի, որ քո խազայինը վերջ ուզում էր չես դուս աներ, դու էլ փող չունեիր, հետս բավականին գումար էի բերել, որ քո պարտքերը վճարեմ ու փող տամ, որ մնաս, բայց դու ինչի դուռը պատճառիր։ Վայ, ասում է, դու ես եղել, ասում է, հա, ասում է, ես էլ գիտեի մեր խազայինն է գալիս է ինձ դուրս գցելու։ Հիմա ժողովուրդ ջան, գիտեք, ճիշտ նույն բանը մեզ հետ է կրկնվում։ Ասում է, Աստված այնպես սիրեց աշխարհը, ուշադիր լսեք, մեզ բարձր գորգորալ պետք է հանգիստ, խաղաղ խոսքը մեր սրտի մեջ ընդունենք։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որ նրան հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Իսկ չհավատացողը արդեն դատապարտված է։ Այսինքն մարդը, որ չի հավատում Հիսուսին, մերժում է, մնում է Հիսուսից հեռու, արդեն դատը հենց այդ է։ Աստծո բացակայությունն է դատը։ Հիմա ինչ է կատարվում մեզ հետ։ Հիսուսը մեր սրտի դուռը թակում է, ասում է, ես որ ներս կամ, դու շատ պարտքեր ունես, օրենքն ասել է սուտ մի խոսա, սուտ ես խոսացել, օրենքն ասել է հարգի հորնումորը դու չես հարգի, օրենքն ասել է կուրկ մի շինի շինել ես, շատ պարտքեր ունես դու։ Հիմա այդ որ մեր սրտի դուռը թակում է, Աստված Հիսուսը թակում է մեր սրտի դուռը, ժողովուրդ ջան, բայց որ մենք իրան չենք ճանաչում, ավետարանը չգիտենք, մեզ թվում է, որ հենց այս պահին Հիսուսը մեզ հանդիպի, դուրս է շպրտելու։
պատժելու է պարտքերը չվճարելու համար, որպես պատժի։ Մենք չենք հավատում, որ էտելա բերելա, որ մեր փոխարեն վճարի։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է, անոր վերքերով մենք բժշկվեցանք եւ մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ։ Այսինքն, երբ որ դու քո սիրտը բացում ես իրան ընդունելու, Հիսուսը որ գալիս է քո հոգու մեջ, ասում է, գիտես ինչ, 2000 տարի առաջ քո այդ մեղքի համար ես վճարել եմ։ Հիմա դու ազատ ես։ Ես չեմ քեզանից այդ վճարները պահանջելու, ասելու լարիտենամ ինչ ես արել։ Ես եկել եմ քո փոխարեն վճարել եմ արդեն։ Եկել եմ այդ մասին քեզ ասելու, ուրախ լուր եմ բերել, որպեսզի քեզ խնջույքի տունը տանեմ, որպեսզի մենք միասին ուրախանանք։ Ուրեմն ժողովուրդ ջան, իմացեք, մենք մեր սրտի դուռը փակում ենք, վախենալով, որ եթե հանդիպենք Աստծուն, նա մեզ հետ վարվելու է որպես դատավոր մեր պարտքերի համար դուսաշբրդելու մեզ իր ներկայությունից, բայց ինքը մեզ հետ վարվելու է որպես բժիշկ, ով որ իր սրտում Տիրոջն է տառել, իր կյանքը Հիսուսի մեջ է տեսնում, Աստված նրա համար բժիշկ է։ Ուրեմն մանկական հավատքով աղոթ կանենք, ասենք Տեր, շատ անգամ դու մեր սրտի դուռը թակել ես, մենք վախից չենք բացել, որովհետև պատրաստ չենք, պարտքեր ունենք, չենք կարող, մեզ թվացել է տանտերն է դուռը ծեծում, դատավորն է դուռը ծեծում, այսօր հասկացել ենք, որ դատավորը չի, մեղավորների բարեկամն է, Հիսուսն է դուռը ծեծում։ Հիմա մենք ասում ենք, բացում ենք մեր սրտի դուռը, որ դու բնակվես մեր մեջ, աղոթենք սիրելիներ, փառք քեզ։